Հարևելի ներկաներ, բարի օր բոլորին, ողջունում եմ բոլորիդ Կապանի կենտրոնական գրադարանը։ Մեր գրադարանը հայտնի է իր Կապանի զավակներին արվեստասեր, մշակութասեր, գրականասեր ընդունելով եւ ուրախ եմ, որ այսօր այստեղ հավաքվել է հասարակությունը, որը շատ մոտ է թե գրականությանը, թե նկարչությանը, թե արվեստին առհասարակ։ Այսօրվա մեր ցերեկույթը նվիրված է Ժիրայր Աղավելյանին եւ նրա գրքին, մտորում են նկարները վերնագրով։ Ես խոսքը հիմա փոխանցեմ Մարիամին, նա արդեն կներկայացնի։ Սիրելի կապանցիներ, հարգարժան հյուրեր, սիրով ողջունում եմ ձեզ այս սուրբ փողի վրա, որ հայրենիք է կոչվում։ Զորավոր է այս հողը եւ բարեբախտություն է լինել նրա արժանավոր զավակը։ Հայրենի հողի այդպիսի մի զավակ է արվեստագետ, կինոռեժիսոր, գրող, սցենարիստ, երաժիշտ, ֆոտոռեժիսուրայի հիմնադիր, արմատներով վաչագանցի Ժիրայր Աղավելյանը։ Այսօր Կապանի կենտրոնական գրադարանի այս միանգամայն տրամադրող միջավայրում եւ իհարկե ձեզնից յուրաքանչյուրի ջերմացնող ներկայությամբ նրա հեղինակած մտորում են նկարները գրքի շնորհանդեսն է։ Ուրախ եմ հայտնել, որ գիրքը լույս է ծայրել Ժիրայր Աղավելյանի ծննդյան 70-ամյա հոբելյանի և ստեղծագործական գործունեության 45-ամյակի կապակցությամբ։ Տարիների մեջ անշուշտ մեզնից ամեն մեկը կերտում է իր պատմությունը, որում այսօրը երեկվա արձագանքն է, իսկ վաղը այսօրվա կանչը։ Ժիրայրի պատմությունն է, մարդկային մի պատմություն է, որ արձագանքում է կյանքի իրականության բոլոր երանգներով։ Նրանում մանկություն կա, որ գուրում է սարի ծաղիկներով, ծարավ է հագեցնում խուստուփի ձյուներով, խաղալու է տանում աստղերի հետ։ Նրանում ջահելություն կա, որ խենթանում է ու խենթացնում, ազատություն է տալիս ու կայացնում։ Նրանում հասունություն կա, որ թույլ է տալիս կիսվել ունեցածով ու ծառայել ապագայից։ 14 տարեկան էր Ժիրայրը, երբ հասկացավ, որ մարդկության գոյությունը արդյունք է հոգու հավերժության, իսկ հոգին մարդկային կերպարի դրսևորման և արժևորման հիմքն է։ Հենց այս ըմբռնումն էլ դարձավ Աղավելյան արվեստագետի ստեղծագործական անկյունաքարը, որի վրա մեկ առ մեկ դրվեցին արվեստի տաճարի մնացած քարերը։ Ամեն քարի հետ մի հույս էր ավելանում, ամեն քարի մեջ հավատն ամրապնդվում էր, ամեն մի քար ճառագում էր սիրով, այն սիրով, որ բարձրյալն է սերմանել նրա հոգում։ Երբ կար կինոխցիկը, Ժիրայրի ձեռքերում հայրենիքը կանչում էր քարերի սիմֆոնիայով։ Ժողովուրդը քայլում էր որպես հավերժի ճամփորդ։ Հավերժության ճանապարհին հայի հանճարը կերպավորվում էր կոմիտասով։ Նրան ճյուղերով բոցուն օրերում առավոտն իր լույսը լավաշից էր առնում ու գտնվում էր հոգու բանալին։ Հենց այդ բանալին փոխարինեց կինոխցիկին, երբ ճակատագրի բերումով Ժիրայր Աղավելյանը հաստատվեց հեռավոր Բոստոնում։ Ստեղծագործական փնտրտուքները նրան հանգիստ չէին տալիս, և հենց այդ որոնումների մեջ ծնվեց հրաշալի տեսնելու, զգալու և մատուցելու արվեստը կամ այլ կերպ ասած ֆոտոռեժիսուրա։ Սովորական լուսանկարը գունավորվեց, շնչավորվեց,
ու շարժման մեջ դրվելով հպվեց մարդկային հոգում, նրան վերադարձնելով գեղեցիկի զգացողությունը ու մղելով ինքնաճանաչման։ Ժիրայրի համար ներշնչանքի անսպառ աղբյուր դարձան տիեզերքն ու բնությունը, աստղերից մինչև ծառեր, ծառերից մինչև ձիեր, ձիերից մինչև մարդ նրա հոգու չբացահայտված ծալքերով։ Առօրյայի մեջ գորշացող ու խեղճացող հոգուն Աղավելյան արվեստագետը օգնության ձեռք մեկնեց արվեստի միջոցով, այն հավատամքով, որ միայն այդպես է հնարավոր իրագործել ի վերուս տրված մարդ կոչումը, երբ դիմացինին մղում ես դեպի դրականն ու լուսավորը, երբ նրան լավատեսություն ես ներշնչում, թևեր ես տալիս ու հանում ճախրանքի, վայելելու կյանքի գեղեցկությունները և զգալու սեփական հոգին։ Ժամանակի հետ արվեստի տաճարը լցվեց 3 հասակով և ստվերի լույսի տակ կենդանացած նկարները սկսեցին մտորել։ Մտորում են նկարները։ Այսպես է վերնագրված Ժիրայր Աղավելյանի հերթական յուրատիպ գիրքը։ Գիրքը հրատարակվել է շնորհիվ հարգարժան հովանավոր Անահիտ Օհանյանի, իսկ խմբագիրն է թույլ տվեք ներկայանալ Մարիամ Մանուկյան։ Ասում եմ յուրատիպ գիրք և այս դեպքում բառը պիտի հասկանալ հենց ուղիղ իմաստով, որովհետև այս գրքում նկարի, խոսքի և QR կոդով բացվող երաժշտության համադրությամբ հեղինակը հավաստում է արվեստի անբաժանելիության մասին իր սկզբունքի ճշմարտացիությունը։ Բառ, գույն և մեղեդի։ Այս երեքի միասնությունը ստեղծում է մի զարմանալի հարմոնիկ վիճակ, որն ամբողջացնում է մարդու հոգեկան բավարարվածությունը։ Աղավելյան արվեստագետի այս մտահղացումը իր տեսակի մեջ եզակի երևույթ է, երբ ընթերցողը, բացելով գիրքը, կարող է ոչ միայն կարդալ գեղարվեստական ստեղծագործությունը, այլև դիտել նրան վերվող նկարը ու լսել այդ երկուսին համահունչ երաժշտությունը։ Այս հարմոնիկ վիճակը արվեստի 3 տեսակների միանգամայն նոր խոսք է արվեստում և նոր շունչ ու տրամադրություն է ստեղծում արվեստասեր հասարակությանը պարգևելով անսպասելի հաճելի զգացողություններ։ Եվ իհարկե այս ամենը ինքնանպատակ չէ, արվեստի տեսակները ներդաշնակելով Ժիրայր Աղավելյանը մղում է, որ մենք էլ ապրելով մեր կյանքը ձգտենք ներդաշնակության, մեր բոլոր փոխհարաբերություններում և կյանքի բոլոր իրավիճակներում։ Հետաքրքիրն այն է, որ երբ Ժիրայր Աղավելյանը պատրաստում էր ընդունվել Լենինգրադի կուլտուրայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ, հենց քննասենյակում հանձնարարություն ստացավ կինոսցենար գրել ու երկար մտածում էր, թե ինչի մասին է լինելու իր սցենարը։ Մինչ այդ 2 օր շրջել էր քաղաքում և անչափ տպավորված էր պատմական արձաններով։ Ու նրա մեջ միտք առաջացավ խոսեցնել արձանները ու լսել, թե նրանք ինչի մասին են պատմում։ Կենդանացած արձանները խոսում էին և նրանց պատմությունների մեջ արտացոլվում էր իրենց ապրած կյանքը, ունեցած զգացողությունները։ Խոսող արձանները դարձան Ժիրայրի սցենարի հերոսները։ Հետագայում փոխվեց ստեղծագործական ուղին և փոխվեցին նաև սցենարի հերոսները։ Նա սկսեց զբաղվել ֆոտոռեժիսուրայով և ստեղծել նկարներ, որոնց հերոսները ապրում են իրենց յուրովի կյանքով, այնպես ինչպես մենք։ Նրանք բոլորն էլ տարբեր են, բայց բոլորն են ունեն ասելու։ Եվ Ժիրայր Աղավելյանը հանդես եկավ մի ստեղծագործական, ես կասեի անզուգական գաղափարով, երբ նկարների հերոսները բարձրաձայն պատմում են իրենց
մասին։ Մտորումները հավաքվեցին և գեղարվեստական ձևի մեջ դարձան յուրատիպ բառային կտավներ խոհերի, հույզերի և զգացմունքների ներդաշնակ միասնությամբ։ Այս գրքի յուրաքանչյուր թերթ հյուսված է հոգու ամենաթափուն թելերից և բաբախում է սրտի զարկերով, որոնք ընթերցողին տեղափոխում են մի յուրօրինակ աշխարհ, որտեղ ապրող հերոսները ամեն վայրկյան գնում են ինքնախոստովանությամբ։ Նրանք սիրում են տրվել խոհերին, սիրում են, երբ գենովցած են լինում, սիրում են, երբ մտորելով սուրճ են պատրաստում, սիրում են, երբ իրիկվա մեջ վառում են լուսամփոփը և մայրամուտում մոռացվելով տարուբերվում են խոհերի ալիքներին, զգալով, որ Էջ 61 կյանքը մի սովածք է, որ տանում է երկինք կապույտ լույսերի խոհուն վեհությամբ։ Որքան դժվար է ճանապարհը, այնքան ավելի ենք համարում, որքան երես են տալիս, այնքան ավելի ենք սթափվում, որքան տառապում ենք, այնքան ավելի լավատես ենք դառնում։ Գնում ենք կյանքի ալիքին առագաստի տեղ պարզելով երազների ճերմակը, որով բացվում են հոգու առավոտները։ Գնում ենք աստիճան առ աստիճան, քայլ առ քայլ, գնում ենք մտածելով, հասկանալով, կշռադատելով։ Չէ՞ որ կյանքը գլուխ կոտրուկ է, իսկ ապրելը արարելու հնարավորություն, հույս, հավատ և սեր եռանկյան սկզբունքով։ Որ կողմ թեքվես, մյուս կողմը քեզ հետ է։ Հուսահատվեցիր, կգա անսպասելի սերը։ Թուլացար, կփրկի ամենազոր հավատը։ Մոլորվեցիր, կապրեցնի լույսը։ Երբեք ուշ չէ։ Հուսալ, հավատալ և սիրել։ Ահա այսպես մտորումների թերթերում բացվում է հոգու խորան գաղտնարանը և լսելի են դառնում լռության արձագանքները, որոնցում յուրաքանչյուրը կարող է գտնել իրենը ու գնալ ապրելու, զգալով կյանքի հրթիռները և տրվելով ներքին ձայնին։ Իսկ արվեստագետ Ժիրայր Աղավելյանի ներքին ձայնը հուշում է, որ երբ նկարը մղում է մտորումների և ծնվում է բանաստեղծություն կամ արձակ գեղարվեստական խոսք, որն էլ դառնում է մեղեդի, ապա աշխարհում ավելանում է ևս մի լապտեր, ու կյանքը ջերմանում է պայծառ շնչառությամբ։ Այդ լապտերը կարող է վառել յուրաքանչյուրը, ով իզորու է զգալ գեղեցիկի թրթիռը և քայլել հոգու ճանապարհով։ Հոգու ճանապարհին եկեք լսենք ընթերցումներ Ժիրայր Աղավելյանի նորում են նկարները գրքից, այնուհետև վայելել տաղանդավոր դաշնակահարուհի Լիաննա Մելիք Ստեփանյանի հրաշալի կատարումներից։ Իմ մեջ ապրում են երկու տարբեր կին։ Մեկն ասես լինի մի եթերային նրբին ծաղկաթել, որ ամեն անգամ կախարդել գիտի նոր երանգներով, նա փարվել գիտի հոգու թևերով ու հնազանդել լռությամբ խոսում, նրա հետ օրը երազ է թվում։ Մյուսը կյանքին կարճել է ամուր ու ժամանակը միշտ քիչ է նրան։ Հաստատուն է նա ու կամքով համար, պատրաստ է անցնել ամեն փորձություն, միայն թե հասնի ուզածին սրտի, և ըմբոստ է նա, և կզարմացնի հեզությամբ խոնար, նա գիտի հենց այն, ինչ պետք է իրեն, գլուխ հանելու կյանքի փորձանքում։ Իմ մեջ ապրում են երկու տարբեր կին ամեն Աստծո օր, կերտում են իմ մեջ էությունը իմ։ Իմ պատմությունը, որ ինձ է հայտնի, այն անթեղել է իմ հոգուս ծալքերում և փայփայում են մասունքի նման։ Նրա հետ կարծես ես չեմ ծերանում,
մնում եմ որպես երազ մի թերթ, որ եթերային երանգներ ունի և լույս է տալիս կամփերի նման, մնում եմ խոնար, խոհում, իմ պատմության մեջ, քեզ ես ապրում։ Հաճախ եմ ինձ հետ նստում զրույցի, բացում եմ հոգիս, ինչպես ծաղիկն է թերթերը բացում արգելցում բերող բույրերով ներքին։ Ինձ հասկանում եմ առաջին բառից, բայց և կիսվում եմ երկմտնակի մեջ։ Ներքին պայքարում լսում եմ կարծես կանչն ազատության, ուզում եմ տրվել նրա թևերին ու ճախրանք ապրել հոգու ողջ ուժով, զգալ եմ ուժում հույսերը բոլոր ու անեանալ վայրիքի ծովում, սակայն կյանքը ինձ պահում է ամուր առօրեական իր շղթաներով։ Զրույցի ժամին ես ու ես նստում, փնտրում ենք ուղին ներդաշնակ կյանքի։
Իրավի երկրավորի մեր ճանապարհը կարճ է ու անցողիկ։ Բայց երբ այն անցնում ես գիտակցված ու անտստունջ, երբ ապրում ես քեզանում կրելով ու ջերմորեն բաժանելով գեղեցիկի շնորհը, երբ մարդկային հոգին հոսեցնում ես այնպես, որ մեկը մյուսի հետ սիրո ու բարության կամուրջ է կապում, ապա դառնում ես լույսի ու տամոջ, ասել է թե Ժիրայր Աղաբելյան, ու կարող ես իլուր աշխարհի բացականչել։ Լինելով հողեր իմ աղկանացու, անցա ես կյանքի ճամփեքով ազդու, ըմբոստանալով ու խոնարհվելով, համարձակվելով ու դիմանալով, հուսավառվելով ու զգուշանալով, մաքարումներով ու տառապելով, տարա ես ամեն ցավ ու փորձություն ու ճաշակելով սերը բարձրյալի, եղա ես նրան միշտ հավատարիմ, եղա չարիքին բարով հատուցող, կարիքավորին միշտ արձագանքող, եղա լռությամբ ցավ հաղթահարող ու բղավոցով հաղթություն բերող, եղա պայքարով ուզածին հասնող, առանց ետքայլի առաջ գնացող, եղա ես գերին մարմնավոր մեղքի ու հոգով եղա ես մաքրագործվող, եղա խորանում վառվող մի կանթեղ ու ստվերի մեջ լույս տվող եղա, եղա երկինքը հոգու մեջ կրող ու աստղերից վեր անվախ նավարկող, եղա անսովոր ու սովորական, իբրև հողեղեն, իբրև լուսածին, իբրև մարդ Աստծո, եղա, եղա, եղա։ Կանցում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց սրտի ասելիքն ունեն արվեստագետ Ժիրայր Աղաբելյանի Մարտիրոսյանից։ Ես լի եմ հավատով ու վճռականությամբ, ես գիտեմ, թե ինչպես են զորվում հաղթանակները և ամուր եմ անում պայքարի ոգին։ Իմ ակունքը հայրենի հողն է, որից սնվում եմ սնելով իմ զավակներին։ Ես վստահ եմ նրանց վստահության մաքարումի անկոտրում կամքին։ Ծնվել եմ ժամանակից առաջ և հսկում եմ բոլոր ժամանակները։ Ժամանակից առաջ ծնվել եմ երևի առաքելությունը։ Սա ոգ խոսքեր չեմ։ Միայն արվեստագետ մարդը կարող է ասել, թե ինչ է նշանակում ծնվել ժամանակից առաջ, երբ խոսքը ժամանակի մեջ դառնում է ուժ, երբ դառնում է վճռականություն, երբ դառնում է դրոշ։ Այստեղ շատ երիտասարդներ կան և ես շատ ուրախ եմ, որ հատկապես նրանք են նաև ներկա, ողջունվելու։ Ուզում եմ դուք հասկանաք և ճանաչեք մեր հայրենակիցներին, ովքեր արարում են, ովքեր ստեղծում են և միշտ հպարտանակ իրենցով։ Ժամանակի բերումով մի քիչ տարբերությամբ երկուսս սովորել եմ Պետերբուրգում, այս ժամանակվա Լենինգրադ քաղաքում։ Եվ երբ Մարիամը պատմում էր այդ դոկտրիկ ֆիլմերի մասին, այդ փոքրիկ սցենարների մասին, որ ծնվում էին դեռ ուսանողական տարիներին, այդպես իմ աչքի առջև եկած նաև տարիները, երբ ես էի նաև ուսանող այդտեղ և ես ժամանակային առումով հետաքրքիր առանց ճանաչելու իրար, մենք գտանք իրար և մեր հոգևոր կապը այդպես էլ կայացավ։ Ես այն երջանկներից եմ, որ այս գիրքը ինձ հասել է 1 ամիս առաջ և կարողացել եմ ըմբոշխնել ողջ գրքի պարունակությունը։
ամեն օր երեկոյան քնելուց առաջ եւ արթնանալուց առաջ մտորումներս կիսել եմ նրա հետ եւ ասեմ, որ այս գիրքը այս դժվար ժամանակներում օգնեց ինքներս մեզ գտնելու, ինքներս մեզ չվհատվելու, հույս հավատ։ Այս բառերը անընդհատ կրկնելով մենք անընդհատ պիտի կարճացնանք այն արժեքներին, որ մենք ունենք, որ այն արժեքներին, որ դավանում է եւ փոխանցում է մեզ Ժիրայրը։ Շատ երկար չեմ ուզում խոսել եւ զբաղեցնել ձեր ժամանակը, բայց մի շատ կարեւոր միտք ուզում եմ անպայման հաղորդել։ Ես կարծում եմ, եկել է մի ժամանակ, որ ազնվականությունը վերջին մոհիկաններն են ազնվականության այս սերունդը։ Եվ ես շատ կուզենայի, որ այս ազնվականությունը փոխանցվեր մեր այն սերունդին, որոնք կոչվելու են Հայաստանի ոսկե ապագան։ Այս ուղերձները, որ այս գրքում են, պետք է դառնա մեր ամենօրյա մտորումների, խոհերի առարկան։ Ես շնորհակալ եմ, այստեղ չէ Ժիրայրը երևի չի լսում, շնորհակալ եմ, որ ծանոթ ենք իրար, շնորհակալ եմ, որ գտանք իրար, շնորհակալ եմ, որ անդադ երկխոսում ենք իրար հետ առանց իրար տեսնել։ Կարծում եմ, որ նրանք ովքեր կունենան այս գիրքը եւ բոլոր այն գրքերը, որ Ժիրայրը մեզ համար որպես արժեք թողնում է, մեզ օգնելու են, որ մեր հողի վրա մեր արմատին կարճացնանք, որ մեր բախտը չփնտրենք ոչ մի ուրիշ տեղ, քան մեր երկրում, որ այն էներգետիկան, որ կա այս գրքերի մեջ, մեզ պինդ է պահելու մեր այս լեռների մեջ եւ մենք մեր երկրի անպայման տերունք լինենք։ Շնորհակալություն Ժիրայր, եթե լսում ես։ Շնորհակալ եմ։ Շատ պատասխանատու երևույթանորում, խոսքանորում, դժվար է բնականաբար հատկապես Մարիամի երևույթից խոսքից հետո, որտեղ մասնագիտական խորհրդության խոսքեր, ես հանդես եմ գալիս ուսումնա որպես սովորական ընթերցող, դապկել եմ, որ բանաստեղծներ կամ պոեզիայի շատ տարի մարդիկ խոսեին, ինչ որ է, առաջինը ես անցած անգամ եմ ստվերի լուսաբերքի առիթով էր, թե առիթով անկեղծ միշտ էլ զարմանք եմ արտահայտում, թե այդ իրենից ինչ է ներկայացնում այդ փոքրիկ ոչքանը, որ այդքան տաղանդավոր արվեստագետներ։ Դա հատուկ գուցե չգիտեմ կամ կենսաբանների կամ հատկապես կենսաբանների քննության դրանք անալիզ անելու խորքային ուսումնասիրությունների հետևանք կամ արդյունք կարող է լինել։ Ամեն դեպքում զարմանում եմ, որ այդ փոքրիկ գյուղը կարող է, ոչ թե կարող է, համոզված եմ, որ ավելի շատ արվեստի մշակույթի կարկառուն դեմքեր են տվել գրողներ, լրագրողներ, ստեղծներ, գեղանկարիչներ, քանդակագործներ, տվել, քան կարող է Հայաստանի մի որևէ մաս, մի ամբողջ երկրամաս։ Եվ դա պատիվ է բերում հատկապես Սյունյաց աշխարհին մեզ բոլորիս։ Չեմ մոռանում իմ ծանոթությունը Ժիրայրի հետ, Կապանի երկրագիտական թանգարանի աշնանային արդեն այգի դարձած տարածքում երբ դրվեց նրա ցուցադրությունը, մենք լսեցինք իրեն եւ դա բավական խոր ազդեցություն ունեցավ բոլորի վրա, այդ թվում Կապանի հասարակությունը առաջին անգամ ծանոթացավ Ժիրայրի արվեստին եւ Ժիրայրի հետ հենց այդ օրը։ Այս գիրքը մտորում են նկարները, իհարկե նկարները նոր չեն, նկարները միշտ առիթ է եղել դիտել, հիանալ, ինչ-որ բան զգալ, այս անգամ արդեն որովհետև զուգահեռ է բանաստեղծության հետ, պոեզիայի հետ զուգընթաց գնում են, կարդում են
ասենք կոնկրետ ես, նայում եւ այստեղ երկու զգացում կա։ Մեկը կարող է այս գիրքը ընկալել որպես հավատացյալ, այնալ խոր հավատացյալ, մյուսն էլ որոշների նման, ինչպես օրինակ ասեցի նման, շատ ավելի աշխարհիկ եւ աշխարհիկ մտորումներ ունենալ, աշնան, սիրո, բնության, կյանքի, սուրճի, քանի որ հիշեցի սուրճը, ասեմ, որ առաջին անգամ հանդիպում ես սուրճի ալիքներ, հիշեցի, գնամ սուրճ եփեմ, թե գնամ սուրճ եփեմ, գնամ սուրճ եփեմ, այս փոքրիկ տողի 4 տողեր այդ բանասերությունը, նրա մեջ մի ամբողջ անցյալ է։ Խնդրում եմ բոլորին այդ 4 տողը, քառ տողը կարդալ եւ համոզված եմ բոլորդ կգնաք անցյալ եւ եթե որոշել եք սուրճ խմել, հաստատ կսկսեք նորից խմել, ինչպես այն հարբեցողը, որ ամեն օր որոշում է հարբել, բայց հաջորդ օրը վեր եք գնում եւ որոշում է, որ երեք սխալ որոշում եք կայացրել, այսօր պիտի սկսենք։ Այդպես էլ այդ բանասերությունը եւ սուրճի շարք, եթե թույլ տա հեղինակը ասել, մեկ էլ խմբագիր է։ Այնտեղ կա սուրճի շարք։ Մտորումների, լուրջ մտորումների շարք։ Հա, գնամ սուրճ եփեմ, այդպես է կոչվում, այստեղ ես գրել էի։ Շնորհակալություն Ժիրայրին, հիասքանչ գեղարվեստի համար, շնորհակալություն բոլորին, շատ կաշխատեմ եւ փառք ու պատիվ փոքրիկ վճքանյութ։ Շնորհակալություն բոլորից հարգելով, գալով ինձ ուրախացրեցիք շատ, որ ձեր ներկայությունը ևս մեկ ապացույց է, որ ես ես հողի արմատներից մեկն եմ եւ դուք ինձ ուժ եք տալիս եւ ոգևորվելով ես կարող եմ ստեղծագործել բոլորի համար ամենակարևորը որ խաղաղ միջավայր լինի կապույտ երկինք ոնց որ ասում են երկինքը պույտ է եւ բոլորս ինչ ասեմ հոգով կապված պետք է լինենք միմյանց որովհետև դրանից առավել ևս ոչ մի բան գոյություն չունի։ Մենք պետք է բոլորս իրար սիրենք, հարգենք եւ միասնական ուժով գործենք։ Այդ ժամանակ մենք ստեղծենք եւ ամուր կկանգնենք այս հողի վրա։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեր ներկայության համար։